Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հախվերձյանների YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք ճշգրիտ կանխատեսումներ ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ սիրելիներ, շարունակում եմ ներկայացնել այդ նախընտրական մրցավազքին մասնակցող քաղաքական ուժերի ղեկավարների, առաջնորդների աստղային քարտեզները։ Այսօր կխոսենք Բարգավաճ Հայաստանի ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասին, Լուսավոր Հայաստանի կլասիկ Էդմոն Մարուքյանի մասին եւ երկար սպասված ձեր կողմից շատ էսպես սիրված շնորհապետական կուսակցության ղեկավար Գուրգեն Սիմոնյանի մասին։ Բայց մինչ բունյութին անցնելը ես նշեմ, որ իսկապես արդեն վճռական փուլի մեջ է մտնել ընտրապայքարը, շատ քիչ ժամանակ է մնացել մինչև պարլամենտական ընտրությունները եւ ինչպես եւ ես կանխատեսել եմ, ըստեյության սիրելի բարեկամներ, կանխատեսել եմ, որ հենց մայիսի 21-ից հետո այդ բռնաճնշումները անկանխատեսելի, կայծակնային եւ անսպասելի զարգացումները շատ արագ թափ են առնելու, ինչու, որովհետեւ Արեգակը մուտք գործեց երկվորյա կենդանակեր, որը անկայուն է, որը շատ շարժուն է, որը շատ անկանխատեսելի է, որը շատ այսպես կայծակնային զարգացում է, քաոտիկ է եւ այստեղ արդեն 26 թվականի ապրիլի 26-ից հենց գտնվում է նաեւ Ուրան մոլորակ, անկախատեսելի փոփոխությունների մոլորակը, հեղափոխական Ուրանը եւ այստեղ Արեգակը միանալով Ուրան մոլորակին իհարկե երկվորյակներում շատ այսպես պայթյունավտանգ խառնուրդ է ստեղծում, նաեւ երկվորյակներում գտնվում է Մերկուրին, որը նույնպես արագացնելու այդ բոլոր գործընթացները եւ ինչպես եւ ես փաստացի կանխատեսելի 100%-ով ինչպես միշտ իմ կանխատեսումը կատարվեց ըստ էության հենց նախորդին, այսինքն մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հետապնդումների նոր ալիքի մասին, որ պետք է կալանավորվի քրեական գործ հարուցվի ԲՀԿ երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի հետ կապված եւ ըստ էության այդ գործընթացները, որ լրտես է եւ ՖՍԲ-ի աշխատող է Սամվել Կարապետյան եւ այլն, այսինքն այդ շպիոնական դավադրապաշտական հանգույցը գնալով այսպես ուռճացվեց եւ ըստ էության արդեն պարզ է, որ այդ ուղղությամբ ավելի այսպես խորացվելու է եւ նորանոր մեղադրանքներ են առաջադրվելու եւ տարբեր կալանավորումներ են լինելու իհարկե մինչեւ հունիսի սկիզբը, մինչև ընտրությունները, թե ոչ բոլորը կհասնեն այդ մրցավազքի ավարտին, որովհետև շատերին կալանավորելու են եւ անգամ կարող է արգելեն մասնակցությունը ընտրությունների։ Ես դրա մասին խոսել էի դեռևս անցած տարի, սիրելի բարեկամներ, ել չեմ ասում, որ հնարավոր է նաեւ արտակարգ դրություն մտցնեն եւ առհասարակ չեղարկեն ընտրությունները, թե տեսնեն, որ հասարակական կոնսոլիդացիա կա ընդդիմադիր թեկնածուների, հա շուրջ, որ մարդիկ արդեն իսկ այսպես պատրաստ են հեղափոխական ճանապարհով այսպես դիմադրել եւ չթողնել, որ արկա վարչակարգը ուրեմն արկա այդ դավադիր վարչակարգը, թրքապատակ վարչակարգը, ինչ ասեմ, տոտալիտար վարչակարգը, բռնակալական վարչակարգը, որ որպեսի չարտադրվի, արդեն նրանք կարող են նաև մտցնել արտակարգ դրություն եւ առհասարակ արգելեն ընտրություններ, արգելափակեն ընտրական գործընթացը, բուն ընտրություններ ունիսի 7-ին։ Եվ ես դրա մասին խոսել եմ դեռևս անցած տարի, հենց տեսնելով Արեգակի եւ Ուրանի միությունը, նամանավանդ, որ Նիկոլ Փաշինյանը գործող վարչապետը հենց ինքը երկվորյակ է, իսկ երկվորյակներին հենց բնորոշ է այդ
էմոցիոնալ լաբիլությունը, անկայունությունը, տարբեր ինչ որ տրամադրությունների տատանումները, իհարկե դա այն երկորակներին է բնորոշ, որոնք հոգևոր զարգացման չեն զբաղվում, այլ զբաղվում են պարզապես իրենց սեփական եսի ուռճացմամբ եւ ուռճացված ներկայացմամբ, թե ես եմ, ես առաջինն եմ, ես բերել եմ խաղաղություն եւ այլն եւ այլն։ Այնպես որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի, որպեսի կամ տապալի այս ընտրական գործընթացը կամ պարզապես այդ ընդդիմադիր բոլոր կուսակցական այն գործիչներին, ովքեր իր կարծիքով ռեալ կարող են իրեն խանգարել եւ կարող են այսպես գեներացնել մարդկանց իրենց շուրջ, համախմբել մարդկանց իրենց շուրջ, նրանց ուրեմն այսպես ասած ասպարեզից վերացնել եւ այդպիսի վառ անհատականություններից է իհարկե Անդրանիկ Թևանյանը, որի մասին կուզեմ մի փոքր խոսեմ, ցուլ է արեգակնային Անդրանիկ Թևանյանը, բաց աղբյուրներից հայտնի է, որ նա ծնվել է ուրեմն մայիսի 5-ին 1974 թվականին, դե գիտեք վագրը այս տարի այդքան էլ հաջողակ կենթանի չէ, այնպես որ հենց դրա հետ է պայմանավորված հենց այդ բռնաճնշումների ապարատը, որ նրա հենց Անդրանիկի դեմ է աշխատում։ Շատ բանի մատ, շատ լուրջ մասնագետ, շատ այսպես կրթված անձնավորություն է եւ հենց այդ պատճառով եւ նրա խոսքը լսելի է մարդկանց եւ նա կարողանում է այսպես շատ հստակ մերկացնել արկա վարչակարգի այդ բոլոր անօրինությունները եւ դավաճանությունը եւ հենց նա մեղադրվեց պետական դավաճանության մեջ։ Ինչ կարելի ասել Անդրանիկ Թևանյանի հորոսկոպից ելնելու։ Ամբողջ խնդիրը այն է, որ սա շատ ֆատալիստական, այսպես շատ ճակատագրական, այսպես դիրքերով հարուստ քարտեզ է։ Ոչ այն պատճառով, որ նա ցուլ է, ոչ, որովհետև կողքի երկու կենթանակերպերում ցլին ցլի կողքի գտնված երկորակներում եւ խեցգետնում ցլից անմիջապես հետո գալիս են երկորակները եւ խեցգետինը։ Անդրանիկ Թևանյանը ունի շատ վտանգավոր մուրակներ, չար երկու չարիքները, մեծ եւ փոքր չարիքները, Մարսը եւ Սատուրնը գտնվում են խեցգետնում նրա քարտեզում եւ հարավային լուսնային հանգույցը կամ կետը նույնպես գտնվում է երկորակներում։ Այսինքն դա նշանակում է կյանքի ընթացքում նրա մոտ շատ ֆատալիստական, շատ այսպես ճակատագրական զարգացումներ կլինեն եւ բական երիտասարդ տարիքում, երբ 2009 թվականին ըստեյության սկսեց զբաղվել քաղաքականությամբ, խորանալ քաղաքականության մեջ, ստեղծելով իր ինտերնետ այդ պորտալը, հա, դա հենց այն ժամանակահատվածն էր, եւ Արեգակը միացել էր հարավային լուսնային հանգույցի հետ։ Նրա հորոսկոպում դա նշանակում է ուժերի կորուստ, դա նշանակում է էներգիայի կորուստ, դա նշանակում է որոշակի կորուստներ։ Այսինքն հենց նա սկսել է զբաղվել քաղաքականությամբ, արդեն ճակատագրորեն նրան սկսել է հետապնդել այդ ֆատալիստական, այսպես ասած, ուժերը։ Նա ծագումով իհարկե ազնվական ընտանիքից է Անդրանիկ Թևանյան, պետք է ասել, որ նաև նրա նախնիների մեջ եղել են հոգևորականներ, բժիշկներ եւ կրթված մարդիկ, բայց հենց հարցը նրանումն է, որ Արեգակը այսճանաբար հեռանալով 2009 թվականից հետո հեռանալով այդ հարավային հանգույցից մոտեցել է Սատուրն մորակին, որը մեծ չարիք է եւ խնդիրներ հարուցող մորակ է եւ այդ ժամանակ երբ որ ընտրվել է Գամավոր 2021 թվականին հենց համընկնում է Արեգակի եւ Սատուրնի միացությամբ, որը որ նույնպես անբարենպաստ, այսինքն կարելի է եզրակացնել, որ պարզապես քաղաքականությամբ զբաղվել Անդրանիկ Թևանյանի համար անբարենպաստ գործունեություն է, որովհետեւ դա ստեղծում է ստրես, մշտական ստրեսի մեջ է հայտնվում մարդ եւ մշտական ինչ որ կասկածներ, ինչ որ բացասական արձագանք
արձագանքներ, որ իհարկե ցուլ կենթանակերպի տակ ծնված մարդը իհարկե չի սիրում, որտեղ ցուլը կայուն նշան է, ցուլը սիրում է հանգստություն, հանդարտություն եւ այլն։ Մի խոսքով կոնկրետ այս դեպքում քաղաքականությամբ զբաղվել այնքան էլ բարենպաստ չէր։ Միաժամանակ ցելի ղեկավար Վեներան նրա մոտ գտնվում է խոյ կենթանակերպում բավականին թույլ է եւ դիմակայում է Պլուտոն մորակին, այսինքն մշտապես այդ ապարատը պետական, այդ չգիտեմ պատժիչ ուժերը պետական այդ Պլուտոն, պետական մաֆիան մշտապես նրա դեմ է գործում։ Եվ ահա մոտակա ես 2 տարիների ընթացքում Արեգակը Անդրանիկ Թևանյանի հորոսկոպում միանալու է Մարս մորակետ, որը շատ վտանգավոր եւ շատ ինքնին անբարենպաստ է եւ արդեն անգամ ես պետք է նախազգուշացնեմ, որ կյանքին վտանգ է սպառնում, եթե դա չիրագործվի այդ վտանգը այս ընտրությունների օրը 2026 թվականի հունիսի 7-ը ամենավտանգավոր օրերից մեկն է Անդրանիկ Թևանյանի համար, եթե այդ ժամանակ դա չիրականանա այդ կանխատեսումը, ապա մոտակա 2 տարիների ընթացքում բարձր է հավանականությունը, որ շրջանում խնդիրներ է ունենալու ընդհուպ մինչև խոսքով մահ, տենց հավանական է։ Եթե այս 2 տարիների ընթացքում նա այնուամենայնիվ կարողանա դիմակայել եւ հաղթահարել այդ բոլոր խոչընդոտներն ու խնդիրները շարունակելու իհարկե կապրի։ Այսպեսին է կանխատեսում, պարզապես ես նկատեցի եւ չէի կարող սրա մասին չասել, սիրելի բարեկամներ։ Մյուս թեման, որին նույնպես շատ կարևոր եմ գտնում, որի մասին նույնպես շատ կարևոր եմ գտնում խոսել, դա Նիկոլ Փաշինյանի, չգիտեմ, անմարդկային եւ անեծքներով լի է, կասեի, խոսույթն է, երբ նա ասում է, իսկ ինչու դու չմեռար, ինչու ես դու սա, կենթանի, ինչու ես դու շարունակում շնչել, այսինքն արցախցիներին այդպիսի մեղադրանքներ է ներկայացնում։ Իբրև թե այս ասուլիսում այսօրվա ես այս վիդեոն տեսագրում եմ մայիսի 22-ին, այսօրվա ասուլիսում նա իբրև թե շտկեց իր խոսույթը, ասաց, որ ես դա էլիտաներին եմ ասում, բայց որևիցե տարբերություն չկա։ Եթե դու ասում ես ինչու ես դու կենթանի, դա նշանակում է, որ դու անիծում ես այդ մարդուն, որովհետև դա ծրագիր է տալիս, կյանքի ընդհատման ծրագիր։ Խոսքը ուժ ունի, սիրելի բարեկամներ, եւ նա հենց դա է անում, նա տալիս այդ կյանքի ընդհատման ծրագիրը բոլոր արցախցիների նկատմամբ։ Պես կարելի է, գիտեք ինչ, կարելի է օրինակ ասել, երբ իմ նախնիները Վանից գաղթել էին, Արամ Մանուկյանի, միջալուց նրանք նույնպես էլիտայի մեջ էին մտնում, բարձր քաղաքական պաշտոններ էր զբաղեցնում, իմ պապիկիս պապը Վանում եւ պատկերացրեք, որ գալիս է Երևան եւ այդպես Արամ Մանուկյանն ասում է, իսկ դու ինչի ճանապարհին քո զավակների նման չնահատակվեցիր, չմեռար սովից, ինչու։ Պատկերացնում եք այդպիսի բան։ Դե եթե նա այդպես վարվեր, ես երևի ձեր դիմացը նստած այս հետաքրքիր վիդեոները չէի ներկայացնի ձեզ։ Այսինքն սա շատ վտանգավոր խոսույթ է, սա հակամարտկային խոսույթ է, սա կյանքի դադարեցման այդ ծրագիրը, մահվան ծրագիրը ներդրող խոսույթ է, որը որ ըստ էության հենց դա թուրքական նարատիվներ են, այսինքն հայերի դեմ այդպիսի ծրագրեր ունեն եւ ունեցել են եւ ունեն այժմ միայն թուրքերը եւ դա դարերով շարունակում է, դա դες ասած գաղտնիք չէ, սիրելի բարեկամներ, մեզ համար, որ հենց թուրքերն են ցանկանում բոլոր հայերի մահը, դա պարզ է։ Պես չի կարելի ցանկանալ միայն արցախցիների, եթե դուք այդպիսի բառ ես արտահայտում, այդպիսի խոսույթ ես արտահայտում, դա նշանակում է դու մահ ես ցանկանում բոլոր հայ մարդկանց ընդհանրապես։ Դա շատ այսպես շատ սարսափելի է, շատ այսպես թուրքական նարատիվ, թուրքական ծրագրեր սպասարկող այսպես նյութ է։ Մյուսը, որը նույնպես շատ կարևոր է նշել, որ դուք բազմաթիվ հարցեր եք տալիս, ինչ որ կարծիքներ եք հայտնում,
Սիրելի բարեկամներ, բանը նրանումն է, որ ամեն մարդ լույս աշխարհ գալով իր հետ միասին բերում է իր առաքելությունը, այսինքն այն ծրագիրը, որը նա պարտավոր է իրագործել այս կյանքի ընթացքում եւ չի կարող պատահել այդպես, որ մարդ ինչ որ ուժ գործով զբաղվի եւ ունենա հաջողություն, ոչ, ամեն մեկը ունի իր գերուժը, սուպերսիլան եւ այդ ուժը եթե նա կարողանում է գտնել եւ իրագործել կյանքում, նա հասնում է բարձրագույն հաջողության։ Եվ այստեղ շատ հետաքրքիր մտորումներ իմ մոտ առաջացան եւ այս մեր Հայաստանի 3-րդ հանրապետության պատմությունից 35 տարիների գլխավոր հերոսները փաստացի պարզվում է, որ օտարերկրյա այդ շպիոններն են, օտարերկրյա հավաքագրող գործակալներն են, այն նրանք են ըստ էության ամենահաջողված գործիչները Հայաստանի 3-րդ հանրապետության այս 35-ամյա պատմության ընթացքում։ Ինչու՞, որովհետև նրանք կարողացան գտնել եւ նրանք կարողացան մեծացնել եւ նրանք կարողացան փայփայել եւ նրանք կարողացան դաստիարակել Նիկոլ Փաշինյանի նման գործչի։ Իսկ դա հեշտ չէր, որը կկարողանա իրագործել իրենց վաղեմի երազանքը, այսինքն փլուզել Հայաստանը եւ բնականաբար այսպես թուրքերի համար ճանապարհ բացել դեպի Խաղաղ օվկիանոս, այսինքն վերացնել այդ ատելի սեպը հենց թուրքական, որը խրված է թուրքական աշխարհի ճանապարհին, միավորման ճանապարհին։ Ու դա հայտնի է, դուք կարող եք կարդալ ցանկացած գրականության մեջ, դա շատ այդպես չէ, որ դա ես եմ հորինել կամ դա ես եմ ուզում, դա այդպես դարերով գալիս եւ այդ ծրագրերը դարեր շարունակ են հղիացել, մշակվել, վերամշակվել եւ ճանապարհը վերջապես գտել են։ Իսկ գտնել այդպիսի մարդու իհարկե հեշտ չէր։ Նիկոլ Փաշինյանին, երբ նրանք գտան, նրանք ամենատարբեր տեստերը, ոնց որ ասած, իրականացրեցին DNK թեստը, արյան ամբողջական վերլուծությունը, գենետիկական բոլոր կապերի վերլուծությունը, մարդաբանական վերլուծությունը, հոգեբաններ աշխատել են, էքստրասենսներ աշխատել են եւ իհարկե աստղաբաններ աշխատել են, սիրելի բարեկամներ, որպեսզի գտնեն այդ անձնավորությունը, որտեղ պատահական մարդ իհարկե չէր կարող կատարել այդ առաքելությունը, այսինքն Նիկոլ Փաշինյանը ծնվել էր այդ առաքելությամբ, բայց որպեսզի նա կարողանա իրագործել այդ առաքելությունը, պետք էր նրան գտնել, դաստիարակել, կրթել, մեծացնել, փայփայել եւ վերջապես հասցնել մինչեւ 2018-ը։ Բացի դրանից նա շուրջը պետք է թիմ ստեղծվեր, որը իրեն համապատասխան մարդիկ են, այսինքն իր հետ համատեղելի մարդիկ են, որոնք կարողանան թիմային աշխատանք կատարեն, որովհետեւ երկիր փլուզելը, երկիր ոչնչացնելը ոչ թե երկիր, այ ես կասեի քաղաքակրթություն ոչնչացնելը, դա հեշտ գործ չէ, դա շատ լուրջ քայլեր է պահանջում, դա շատ լուրջ, այսպես չգիտեմ, գործելավոճ է պահանջում, այդպիսի գործելավոճ, որը հասարակ մարդուն ընդհանրապես նա չի կարող դա անել։ Ես օրինակ հետևում եմ ընտրարշավին, պարզապես զարմանում եմ, որ ժամերով կարողանում է խոսել ու մի վայրկյան չի հոգնում այդ անձնավորությունը։ Դա նույնպես խոսում է հենց այդ էներգիայի մասին, իհարկե նրա վրա աշխատում են եւ մոգեր եւ էքստրասենսեր, բայց այն հզոր էներգիան, որը ունի այդ անձնավորությունը, դա ուղղակի, չգիտեմ, որքան էլ որ նա մոտիվացված լինի, որքան էլ որ նա հասկանա, եթե կորցնի իշխանությունը, կկորցնի ամեն ինչ, միևնույն է, այդքան էներգիա, այդքան, չգիտեմ, եռանդ, որ նա երեխեքի հետ այսպես գրկախառնվում, նկարվում, հյուրասիրում, դա իհարկե շատ տպավորիչ է եւ իսկապես բրավո այն գործակալին կամ գործակալներին, որոնք գտել եւ դաստիարակել են այդպիսի կադր, այսինքն այդ գործակալները գերպրոֆեսիոնալ գործակալներ են եղել։ Ու տարբեր իհարկե ուրեմն հետախուզությունների ներկայացուցիչներ են եղել, վխտացել է Հայաստանի պետական համալսարանի տարբեր բուհեր Հայաստանի 90-ական թվականների վերջին եւ
2000-ականների սկզբին, որպեսզի այդ մարդկանց այդ կադրերին գտնեն, բայց իրոք նրանք գերպրոֆեսիոնալներ են եղել եւ նրանց հաջողվել է դա անել։ Իսկ իհարկե այդ ժամանակվա իշխանությունները, այսինքն 3 նախագահները, պես դավի ականջում քնած, ոչինչ նրանց չէր հետաքրքրում եւ ի վերջո երբ եղավ ինչ որ եղավ եւ այդ ցանցը սորսական կուրսակալական ցանցը զավթեց իշխանությունը Հայաստանում, հիմա էլ նրանք այսպես հերոսաբար պայքարում են այդ, իսկ այն ժամանակ ինչի՞ չէիք պայքարում։ Ես գտնում եմ, որ գլխավոր հերոսները Հայաստանի 3-րդ հանրապետության հենց այդ օտարերկրյա գործակալներն են, նա գերպրոֆեսիոնալներ են եղել, ի տարբերություն այս 3 նախագահների ընթացքում գոյություն ունեցող ղեկավարներից, պաշտոնյաներից, որոնք ընդհակառակը նշանակվել են ամենաանգրագետ, ամենակաշառակեր, ամենաանտաղանդ, չգիտեմ, մարդկային ցածր հատկություններ, ցածր բարոյականություն ունեցող անձնավորություններ։ Եվ ունենք այն արդյունքը, որ ունենք, իսկ այն անձնավորություններ, ովքեր իրոք կարող էին շտկել իրավիճակը, ովքեր իրոք կարող էին Հայաստանը տանել դեպի աննկարագրելի վերելք, զարգացնել Արցախը, միավորել նորանոր հայկական տարածքներ, ազատագրել Նախիջևանը եւ այլն, այսինքն այն ինչ որ անհրաժեշտ էր անել, որպեսզի Հայաստանի 3-րդ հանրապետությունը առհասարակ շնչի եւ հարատևի։ Դրանք բոլորը այսպես մեթոդաբար, աստիճանաբար ոչնչացվել են եւ մեր հետ չեն, այսինքն հողի տակ են անցել։ Այսինքն սկսած Մոնթեից, սպարապետ Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը, Անդրանիկ Մարգարյանը, բոլոր այն մարդիկ, ովքեր կարող էին դիմադրություն գեներացնել, ընդդիմություն ստեղծել եւ երկիրը իսկապես ծաղկացնել, զարգացնել եւ տանել դեպի վերելք, դրանք բոլորը ոչնչացվել են։ Ու սա է պատճառը, որ այժմ մենք գտնվում ենք այսպիսի իրավիճակի մեջ։ Եվ երբ որ ասենք ներկայացնում են, հա, Քոչարյանը կարող է փոխել իրավիճակը, չգիտեմ, այս մեկը կարող է փոխել իրավիճակը, սիրելի բարեկամներ, եթե նրանք իրոք կարողանային, ոնց ասեմ, նրանք մեր հետ չէին լինի։ Ես տենց եմ հասկանում արդեն։ Իհարկե այսպիսի երևույթներ ամբողջ աշխարհում են տեղի ունենում, այսինքն ընդհանուր այդ համակարգի, գլոբալիստական համակարգի դեմ գործող անձանց ամեն տեղ են ոչնչացնում, բոլոր երկրներում են ոչնչացնում, բայց այն սպանությունների քանակը, որը մենք ունեցանք այս տարիների ընթացքում, Հայաստանի անկախության պատմության տարիների ընթացքում, ուղղակի աննախադեպ է, մենք փոքր երկիր ենք, փոքր, այսպես ասած, հանրույթ ենք եւ իհարկե այդ սպանությունները շատ ակնհայտ եւ շատ հստակ մեր վրա մեծ եւ շատ բացական ազդեցություն են թողնում։ Այսինքն չնշանակելով կարևոր արմատական պաշտոններին պրոֆեսիոնալ մարդկանց, բանիմաց մարդկանց, գիտակ մարդկանց, նշանակելով ամենաանգրագետներին, ամենակաշառակերներին, այսպես ստորակարգ անձնավորություններին, մենք ի վերջո հասանք այս իրավիճակին։ Չգիտեմ, դա միտումնավոր էին անում նախագահները, թե հենց այնպես, ուղղակի այդպես էր ստացվում, բայց ես արդեն համոզում եմ այն ամենը կատարվում էր միտումնավոր, որպեսզի, այսինքն նրանց նպատակն էր պարզապես, որպեսզի Հայաստանը չկարողանա զարգանալ, Հայաստանը չկարողանա այն իր պոտենցիալը ռեալիզացնել, իր գերուժը չկարողանա, սուպերսիլան չկարողանա, որտեվ ոչ միայն մարդիկ, այլ նաև պետություններ ունեն իր գերուժը, իրենց սուպերսիլան, դա չկարողանա նա բացահայտել, պայմաններ է պետք, չէ՞։ Եվ Նիկոլի համար ասածս այն է,
է, որ լավագույն պայմանները ստեղծվեցին այդ իր գերուժը, որպեսզի նա կարողանա այդ ճարպկությունը, խաբեությունը, ժուլիկությունը, շուստրությունը, այդ ամենը նա որպեսզի նա կարողանա լավագույնը զարգացնել եւ դրսևորել։ Մյուսը կավեինը շատ էս կներեք եւ որպես որ ես այսքան երկար եմ այս ամենին, բայց ես համարում եմ, որ սա շատ ավելի կարեւոր է, քան այդ նախընտրական թոհուբողը, որովհետեւ հասկանալ պատճառները այս իրավիճակի շատ ավելի կարեւոր է, քան ներկայացնել, չգիտեմ, նախընտրական ինչ որ զարգացում ծրագրեր։ Սա էլ ասեմ եւ անցնենք մեր բուն թեմային։ Այդ կավեինը, որը շատ մեր ընտանիքներում, օրինակ մեր ընտանիքում մենք շատ սպասում ենք, շատ սիրում ենք, հայրս է շատ սիրում կավեինը, եւ պատահական չի, որ հենց այդ ակումբից, հավաքագրում էին, այսինքն սոցիոլոգիական հետազոտություններ էին անում, գտնում էին, որ միջավայրից մարդիկ կընդունեն, կսիրեն, այդ գործիչներին, եւ այդտեղից էին հավաքագրումը անում։ Այսինքն օրինակ Զելենսկին, դրա ամենավառ օրինակը դա Զելենսկին է, որը որ ընդհանրապես քաղաքականության հետ մինչև գիտեք վերջերս ընդհանրապես կապ չուներ։ Ալեն Սիմոնյան, Հայկ Մարուքյան, չգիտեմ, եւ այլն, Հովանես Ազոյ, եւ այլն։ Այսինքն սա իսկապես արդեն հասկանում ենք, որ շատ պլանավորված ծրագիր է, շատ լավ մշակված ծրագիր է, ինչպես կարելի է մորության մեջ գցել մարդկանց եւ իրագործել այդ թուրքական շահ, այսինքն վերացնել պետականությունը Հայաստանում։ Այսքան այս ընթացքների մասին, ձեր որովհետև բազմաթիվ հարցեր եք ինձ տալիս, ինչու էսպես եղավ, ինչու էս այլ կերպ չեղավ, ես ուզում եմ որ պատկերացնեք, հասկանաք, թե ինչու այսպես եղավ, ինչու հենց Նիկոլը եկավ 2018 թվականի իշխանության։ Իսկ այժմ սիրելի բարեկամներ, արդեն անցնենք ԲՀԿ-ին, ու արդեն երկրորդ համարի մասին, Անդրանիկ Թևանյանի մասին մենք խոսեցինք, այժմ ներկայացնեմ ուրեմն Ծառուկյանի աստղային քարտեզը, իհարկե ես վաղուց եմ ուսումնասիրել Գագիկ Ծառուկյանն, անձամբ ծանոթ չեմ, բայց վաղուց ուսումնասիրել եմ նրա աստղային քարտեզը, բայց աղբյուրներից հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանը ծնվել է նոյեմբերի 25-ին 1956 թվականին եւ նա ծնվել է Խավարումների միջանցքից ներս, այսինքն դեկտեմբերի 2-ին Մասնակի Արևի խավարումներ, իսկ նոյեմբերի 18-ին ամբողջական լուսնային խավարում, այսինքն սա նշանակում է, որ այս անձնավորությունը, գիտեք, որ բոլոր այն անձինք, ովքեր ծնվում են խավարումների միջանցքից ներս, նրանք ունենում են որոշակի ճակատագրական ինչ-որ բարդ զարգացումներ, այսինքն չեն կարող խուսափել ճակատագրական որոշակի դրվագներից եւ դրա դիմաց նրանց տրվում է ինտուիցիա, նրանց տրվում է որոշակի ճարպկություն, որպեսզի նրանք կարողանան այնուամենայնիվ հաղթահարել այդ անհաղթահարելի արգելքները, որը կյանքը դնում է իրենց առջև։ Գագիկ Ծառուկյանը դրա լավագույն, այսպես ասած, ապացույցն է, գիտեք, որ շատ երիտասարդ տարիքում նա անգամ մինչև հասուն տարիք մշտապես այսպես սեռական բնույթի սկանդալների մեջ է եղել, գիտեք այդ ամենի մասին, բայց իրականում, եթե իհարկե այս տվյալները ճիշտ են, սիրելիներս, ես որոշակի կասկածներ ունեմ, որ սա իր ծննդյան տվյալները չի, բայց այնուամենայնիվ, եթե այս ծննդյան տվյալները նոյեմբերի 25-ը ճիշտ է, ապա իրականում նա միանգամայն այլ տեսակի անձնավորություն է։ Տեսեք, իր մոտ Արեգակը Սատուրնի հետ միացած է, Սատուրնը դա ոչ միայն սահմանափակումների, չարիքի, ինչ որ
այսպես չար մորակ է, մեծ չարիքն է, հա, ավանդական աստղաբանության մեջ։ Երբ որ միացած է լինում Արեգակի հետ Սատուրնը, դա իմաստուն մարդու մասին է խոսում։ Այսինքն այդ մարդը եկել է որոշակի միսիայով, որոշակի նպատակով, նամանավանդ, որ մոտակայքում Արեգակի գտնվում է նաև վերընթաց լուսնային հանգույցը, նրա մոտ միացած է Տոլիման աստղի հետ, դա Ալֆա Ցենտավրայի կից աստղ է, ամենամոտիկ աստղն է երկիր մոլորակին, եւ իմիջիայլոց, երբ այդ աստղը գտնվում էր երկիր մոլորակին իսկապես ամենամոտիկ դիսկուրսում հեռավորության տեսանկյունից, դա 1915 թիվն էր, հենց ապրիլին, երբ տեղի ունեցավ հայոց ցեղասպանությունը։ Սա շատ հետաքրքիր, այսինքն ինչ որ պատմական միսիայով է եկել այս անձնավորությունը, այնպես չի եկել եւ նաեւ օցակրի մեջ է այդ վերընթաց լուսնային հանգույց նպատակային, այսինքն հեսա մարդու նպատակը սա։ Ինչ վերաբերվում է հյուսիսահարավային լուսնային հանգույցի 29 աստիճան սուլ կենթանակերպում, դա արդեն նշանակում է նրա արմատները այնպես մեծահարուստ են եղել այդ մարդիկ, որոնցից նա սերվում է։ Մյուսը շատ հետաքրքիր, ես չեմ ասի, խելոք չի, այտենց ինչ որ խելքի տեսանկյունից, այստե Մերկուրին գտնվում է ընկած վիճակում, աղեղնավորում, չի նշանակում, որ ինչ որ փայլում է, բայց այնուամենայնիվ սա իմաստուն հոգի է, որը որոշակի նպատակներով է ապրում։ Շատ հետաքրքիր է, որ նաև նույնպես մենք Ռոբերտ Քոչարյանի մոտ նույնպես սա տեսնում ենք Նեպտունի եւ Վեներայի միությունը։ Վեներան Գագիկ Ծառուկյանի մոտ 29 աստիճան կշեռքում է, դրանով է պայմանավորված այդ բոլոր սեքս սկանդալները, որը իհարկե ինքնասպանության, ինքնաոչնչացման աստիճանում է, եւ դա իմիջիայլոց վառված ճանապարհի վրա է գտնվում այդ Վեներան, որը շատ ծանր աստիճան է ընդհանրապես եւ բարդ է։ Եվ Նեպտունը այստեղ կարիչ կենթանակերպի արժան, այսինքն նրանք համարյա միացած են։ Դա երբ որ Նեպտունը Վեներայից միանում է, դա նշանակում է, որ մարդուն երկրպագում են, մարդուն դեպի նրան ձգտում են, մեծ քանակությամբ մասսաներ, ժողովուրդը սիրում է նրան, ձգտում է նրան, նա կարողանում է ինչ-որ ձևով, ինչ-որ այնպիսի էներգետիկա ստեղծել իր շուրջ, որ դուր է գալիս մարդկանց։ Իհարկե դա շատ լավ է քաղաքական գործիչների համար, դիվանագետների համար, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանի մոտ նմանապես Նեպտունն ու Վեներան միացած են կշեռքում, սա ավելի շատ դիվանագիտական ընդունակությունների մասին է խոսում եւ նա կարողանում է իր ուզածը ստանալ այդ դիվանագիտական գործընթացում։ Ուրիշ հարց, որ նա չի իրականում կարողանալով, ունենալով այդ պոտենցիալը, չի հասցրել, չի արել մաքսիմալը, որպեսզի Արցախը հետագայում ունենա այն կարգավիճակը, որը անհրաժեշտ էր Արցախի ժողովրդին։ Դա ուրիշ բան։ Այստեղ խոսքը նրանումն է հենց այդ սուպերսիլան, որը արկա է, բայց կբացվի արդյոք դա, կզարգանա արդյոք դա իհարկե կախված է շատ բազմաթիվ հանգամանքներից, բայց Գագիկ Ծառուկյանի մոտ նույնպես դա կա։ Այսինքն սիրված է ժողովրդի կողմից, այսպես դրական աուրա էներգետիկա է տարածում մարդկանց մեջ եւ շատ այսպես մի ժպիտ է առաջանում, չէ, որ իրան հիշում ենք, չգիտեմ ինչի։ Այդ Վեներան Նեպտունը միացած են սիրելիներս, դրանից է։ Հայաստանի համար Գագիկ Ծառուկյանը դրական անձնավորություն է, այնուամենայնիվ ով ինչ ուզում է խոսի, ինչու Հայաստանի ես աստղաբանորեն եմ վերլուծում, Յուպիտեր մոլորակը գտնվում է 27 աստիճան ուրեմն կույս կենթանակերպում, որտեղ գտնվում է Հայաստանի երրորդ հանրապետության Արեգակը։ Սա մեծ երջանկության մոլորակը միանում է Հայաստանի Արեգակի հետ, որը շատ ընդհանրապես համարվում է լավ միություն, այսինքն այդ մարդը կարողանում է
հովանավորել, օգնել, նպաստել իսկապես այդ օլիմպիական խաղերի մասնակցությունը, որը նա հովանավորում է, ունենք բազմաթիվ ոսկե մեդալակիրներ, բազմաթիվ հաջողված մարզիկներ եւ այլն, եւ շատ հայտնի մարզիկներ, որոնք աշխարհով մեկ են արդեն հայտնի։ Այս սա դրանից է, որ Յուպիտերը Գագիկ Ծառուկյանի միացած է Հայաստանի Հանրապետության արեգակից, երկրի հեղինակությունը, երկրի հայտնիությունը, նա պահում է շատ բարձր մակարդակին, դե իհարկե իր ոլորտում, այսինքն սպորտի ոլորտում։ Հենց կույսը ինքը սպորտի նշան է, միջալոց, հենց այդ պատճառով, եւ Լուսինը նույնպես կույս նշանում է գտնվում Պլուտոնի հետ միացած, միջած Լուսինը Պլուտոնի հետ է միացած Գագիկ Ծառուկյանի մոտ, որը որ նշանակում է նույնպես ժողովրդականություն, լայն զանգվածների մոտ ունեցած իր այսպես եւ հայտնիությունը, եւ սերը, եւ ամեն ինչը, եւ կանանց նկատմամբ, եւ կանանց մոտ ունեցած սերը, նրա նկատմամբ է Լուսինը Պլուտոնի հետ կույս նշանում։ Նու այստեղ միակ խնդիրը Մարսն է, որը դիմակայում է Յուպիտերին, որը գտնվում է կույս Յուպիտերը կույս կենդանակերպում, Մարսը ձկներում։ Այսա իրոք բավականին բարդ մորակային դիրք է եւ խանգարում է լիարժեք հասնել այն բոլոր բարձունքներին, որին նա կարող է հասնել։ Ինչ վերաբերվում է ընտրություններին, հա, հունիսի 7-ի ընտրությունների մասին։ Այժմ իհարկե շատ բարդ օր է այդ թվում նաև Ծառուկյանի համար, Գագիկ Ծառուկյանի համար այդ հունիսի 7-ը, ինչու է բարդ, իսկ ասեի բոլոր անգամ քաղաքական գործիչներից ամենաբարդ օրը հենց Ծառուկյանի համար է։ Այստեղ, որովհետև Ուրանը արդեն եկել է մուտք գործելով երկվորակներ, նա մտել է դիմակայության մեջ Գագիկ Ծառուկյանի արեգակի հետ եւ նաեւ Սատուրնի հետ եւ անցնում է նրա արդեն անցել է կարելի ասել նրա հարավային լուսնային հանգույցով, այսինքն անցյալի հետ կապը նա պետք է կտրի խզի, որպեսզի կարողանա այս ժամանակահատվածում իր ճիշտ դերակատարությունը ունենալ։ Իմիջի փոփոխությունը նույնպես հնարավոր է այս ընթացքում Ուրանի եւ Արեգակի այդ դիմակայության պատճառով։ Միաժամանակ այստեղ Լուսինը ընտրությունների օրը միացած է լինելու հյուսիսային լուսնային հանգույցի եւ գտնվելու է ձկներում եւ դիմակայելու է Գագիկ Ծառուկյանի Լուսնին եւ Պլուտոնին։ Միջած Լուսնի վրայով անցնում է նաեւ այդ հարավային լուսնային հանգույցը, որը նույնպես էներգետիկ որոշակի խնդիրներ է ստեղծում, բարդություններ է, նաեւ ընտանիքում բարդություններ է ստեղծում։ Նու սա, այսինքն կարելի ասել, որ մեծ քառակուսի է ձևավորվում ընտրությունների օրը, Ուրանը երկվորյակում, Ծառուկյանի Արեգակի, Սատուրնի, Մերկուրի հետ, այստեղ աղեղնավորում եւ լուսինները իրար դիմաց, ուրեմն կույս կենդանակերպում եւ ձկներում։ Սա մեծ քառակուսի է, սա նշանակում է, որ անձը կանգնած է մեծ տրանսֆորմացիոն փոփոխությունների առաջ եւ անգամ հնարավոր է ավերիչ փոփոխությունների առաջ, բայց այնուամենայնիվ այնքան էլ վատ չէ, որովհետև այսինքն ինչ է փրկելու իրավիճակը, Յուպիտերն է փրկելու իրավիճակը, որը արդեն հունիսի վերջին, երբ մուտք գործի Առյուծ կենդանակերպ, արդեն միանգամից եռանկյունի կկազմի Գագիկ Ծառուկյանի Արեգակի հետ եւ դա իհարկե մի փոքր թեթևացնում եւ փրկում է իրավիճակը, ինչի վրա եմ ուզում նաեւ ձեր ուշադրությունը հրավիրեմ, տեսեք բոլոր բազմաթիվ, այսպես ասած, ընդդիմադիր գործիչներում, դա սև լուսինը գտնվում է ջրհոսում։ Եթե հիշում եք Սամվել Կարապետյանի մոտ նաև սև լուսինը, այդ գայթակղիչ սատանան, հա, այդ կենդանակերպի գայթակղիչ սատանան, նույնպես գտնվում է ջրհոսում, եւ երբ Պլուտոնը, ավերիչ Պլուտոնը, այդ ռազմաքաղաքական ուժերը, համաշխարհային կառավարությունը ներկայացնող Պլուտոնը, պատերազմի մոլորակ Պլուտոնը սկսեց անցնել այդ սև լուսինը,
լուսնով նրան միանգամից բռնեցին, դա անցած տարի հունիսին էր, հենց միանգամից հենց Պլուտոնը կանգնեց Սև լուսնի վրա։ Նո այստեղ Սև նույնպես Գագիկ Ծառուկյանի մոտ պետք է ասել, որ Սև լուսինը գտնվում է 9 աստիճան ջրհոսում, եւ Պլուտոնը շուտով արդեն անցնելու է նրա այդ Սև լուսնի վրա, սա իսկապես իհարկե դա 2-3 տարիների ընթացքում է լինելու, բայց այնուամենայնիվ վտանգը շարունակում է Դամոկլյան սրի պես կախված մնալ նրա գլխին։ Այնպես որ շատ այսպես նաև մտահոգիչ եմ։ Ես այնուամենայնիվ գտնում եմ, որ շատ ավելի լավ է Գագիկ Ծառուկյանի դիրքերը համատած Հայաստան դաշինքի հետ, ես այդպես եմ կարծում, կարող եք համաձայնվել, կարող եք չհամաձայնվել, բայց ես կարծում եմ, որ երրորդ տեղում հայտնվելու հավանականությունը շատ բարձր է ԲՀԿ-ի մոտ եւ հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ հենց քրեական գործեր են հարուցվում Դաշինքի ԲՀԿ-ի հետ դաշինքի մեջ մտած այդ Մայր Հայաստանի նկատմամբ, այսինքն դրանով իրանք թույլատրում են այդ դաշինքը Ծառուկյանի ուժը եւ քանի որ գիտեն, որ շատ բարձր հավանականությունը, որ շատ ձայներ կհավաքեն եւ անգամ հնարավոր է երրորդ տեղում հայտնվեն։ Եվ այդ իսկ պատճառով այդ ձերբակալությունները, այդ բոլոր քրեական գործերը հենց հարուցվում են։ Այնպես որ շատ ես չգիտեմ դրական եմ տեսնում ԲՀԿ-ի շանսերը բարձր են բավականին Մայր Հայաստանի հետ միասին շատ բարձր են եւ այդ իսկ պատճառով հենց հիմնական այդ մեքենան, այդ բռնակալական բիրտ կոպիտ կեղտոտ այդ մեքենան պետական ամբողջ իմի ու սրանց վրա են ուղղել այդ բանը ցեմենտի գործարանն են ուզում խլեն եւ այլն դե հենց դա է պատճառը, որովհետև իսկապես մեծ ժողովրդականություն է վայելում։ Ես ոչինչ դեմ չունեմ Հայաստան դաշինքի դեմ, պես չունեմ որևիցե ինչ-որ, բայց այնուամենայնիվ այս տարիների ընթացքում ես չեմ տեսել ինչ-որ լուրջ աշխատանք նրանց կողմից։ Օբյեկտիվ եմ գնահատում, հիմնական աշխատող պարլամենտում, այսպես ֆրակցիայի մասը, այսինքն Հայաստան դաշինքի այդ ֆրակցիայի մասը հիմնական դաշնակցականներն են, ես այդպես եմ տեսնում, դաշնակցական падգամավորները շատ կոշտ եւ շատ այսպես լուրջ հարցեր են դրել եւ նաեւ Աննա Մկրտչյանը նաեւ այդ Հայաստան դաշինքից նույնպես չլինելով դաշնակցական, բայց հիմնականում դաշնակցականներն են, այս երևացող այսբերգի երևացող մասում եւ ես չգիտեմ, ես չեմ կարծում, որ նրանք կարողանան բավարար ձայներ հավաքել, իհարկե, եթե այլևայլ ինչ-որ մեթոդների չդիմեն, շատ հնարավոր է հենց ԲՀԿ-ն երրորդ տեղը գրավի։ Եթե արդար լինեն ընտրությունները, դե պարզ է արդարության մասին Նիկոլ Փաշինյանի իհարկե պարագայում խոսելը ուղղակի անիմաստ է, բայց այնուամենայնիվ այժմ անցնենք կլասիկ Էդմոն Մարուքյանին, տեսնենք լուսավոր Հայաստանի հավանականությունը անցնել 9-րդ գումարման ուրեմն խորհրդարան որքան է։ Իմիջիալոց նաև գրեք ձեր կարծիքը, ինչպես եք դուք գնահատում այս քաղաքական ուժի կլասիկ Էդմոն Մարուքյանի հավանականությունը ուրեմն մտնել 9-րդ գումարման խորհրդարան։ Սիրելի բարեկամներ, բաց աղբյուրներից հայտնի, որ Էդմոն Մարուքյանը ինքը այծեղ ջուր է, արեգակնային այծեղ ջուր է, Ուրես Մարուքյան, Էդմոն, և նա ծնվել է հունվարի 13-ին 1981 թվականի լուսավոր Հայաստանի կուսակցության ղեկավարը և այժմ ուրեմն վարչապետի հավակնորդը, հետաքրքիր քարտեզ է շատ, սա շատ հասուն հոգի է, հին պատմություն ունեցող հոգի է, և
Այստեղ նրա մոտ այծեղ ջուր կենթանակերպում Վեներան է եւ Արեգակը, նույնպես նշանակում է, որ այդ մարդը դուր գալու ինչ որ էներգետիկա ունի, այսպես դրական ինչ որ էներգետիկա ունի։ Իմիջիայլոց Վեներան Էդմոն Մարուկյանի մոտ 2 աստիճան այծեղ ջուրում է, որը միացած է Հայաստանի Հանրապետության ժամադիտակի հետ, այսինքն ծագող նշանի հետ, որը նույնպես շատ նշանակում է, որ շատ դրական տպավորություն է թողնում, շատ բարենպաստ ինչ որ էֆեկտ էներգիա է թողնում հատկապես կանանց վրա, այսպես եւ այդքանը հաճանալու, դուր գալու այդ էներգիան նա ունի։ Դե դա շատ կարևոր է քաղաքական գործի համար, ինչ խոսք, բայց իհարկե Վեներան այստեղ ջրում շատ թույլ է, տաբեցուն Մարսի, հիշում եք, որ 3 նախագահների մոտ էլ Մարսը գտնվում էր այստեղ ջրում եւ 2-3 աստիճանի մոտակայքում այստեղ ջուրի, հիմա սրա մոտ Վեներան է այդտեղ գտնվում։ Խաղաղարար է, խաղաղասեր է, խաղաղարար է, այսպես ասած, Էդմոնը, կլասիկ Էդմոնը, եւ նաեւ այստեղ այդ ջրհոսում հետաքրիր է, ոչ մոլորակներ ունի, Մերկուրին է ջրհոսում, Մարսն է ջրհոսում, հարավային լուսնային հանգույցը նույնպես ջրհոսում է, միացած է Մարս մոլորակի հետ, որը նշանակում է, որ նախկին կյանքերում նույնպես տղամարդ է եղել, այսինքն այստեղ նույնպես ծնվել է տղամարդ, շատ ազատասեր, չգիտեմ, ինչ որ օրենք չսիրող, այդպիսի անձնավորություն է նա եղել նախկին կյանքում, բայց այս կյանքում իհարկե ընդհակառակը պայմանականություններին եւ նաեւ լավ պայմանականություններ է սիրում եւ նաեւ լավ դիվանագետ է, որովհետեւ Յուպիտերը Սատուրնի հետ միացած է կշեր կենթանակերպում։ Ինձ թվում է, որ Էդմոն Մարուկյանը չի անցնելու այս իներտ գումարման ուրեմն ազգային ժողով, բայց հետագայում նա իր ուրույն դերակատարությունը կունենա Հայաստանի ապագա ճակատագրի մեջ, որովհետև Յուպիտերն ու Սատուրնը հենց այնպես միացած չեն լինում մարդու քաղաքական գործի աստղային քարտեզում, սա շատ լուրջ ուժ է, որ այդ ուժը այդ սուպեր սիլան, որ ասեցի, դա կբացահայտվի մի փոքր ավելի ուշ, այս ընթացքում նա ցավալիորեն թե բարեբախտաբար չի բացահայտվի, որովհետև նա չի անցնելու իմ կարծիքով, նայեք տեսեք ինչն է պատճառը Պլուտոնն է, որը արդեն տարիներ շարունակ անցնում է նրա արագակի վրայով, ու դա Նիկոլ Փաշինյանի ընտրվելու ժամանակ, գիտեք, ու նա սատարել է Նիկոլ Փաշինյանին, մշտապես մասնակցել է այդ բոլոր քաղաքական գործընթացներին, ելդաշինքի մեջ են ներգրաված եղել եւ այլն, եղել է հատուկ գործերով, հատուկ հարցերով դեսպան, ու սա ինչից է, որ Պլուտոնը անցել է Արեգակով, այնուհետև Մերկուրի մորակի վրայով է անցել, անցած տարվանից միացել է Մերկուրի հետ եւ աստիճանաբար գնում է դեպի Մարսի հետ միությունը։ Այդ ժամանակ, երբ որ Մարսի հետ միանա, հնարավոր է նա իր դերակատարությունը ինչ որ դրսևորի, իր էներգիան սուպեր ընդունակությունները ինչ որտեղ դրսևորի, բայց շատ բնականաբար շատ արևմտամետ գործիչ է սա եւ իհարկե շատ մեծ հարց է, արդյոք դա իօգուտ Հայաստանի կլինի թե ի վնաս, որտեվ նաեւ նրա քարտեզում Լուսինն ու Պլուտոնը նույնպես դիմակայության մեջ են, թե Ծառուկյանի մոտ Լուսինն ու Պլուտոնը միացած են, այստեղ Լուսինն ու Պլուտոնը, Լուսինը գտնում է Խոյ կենթանակերպում, իսկ Պլուտոնը կշերքում, վերջում երկուսն էլ Խոյի վերջ եւ կշերքի վերջ, եւ այդ դիմակայությունը մեծագույն խնդիր է ստեղծում ժողովրդի վերաբերմունքի հետ կապված, Լուսինի ժողովուրդն է, Պլուտոնը դա հենց այդ քաղաքական մաֆիան է, պետական մաֆիան, այսինքն շատ ոչ միանշանակ քաղաքական գործիչ է եւ նաեւ նրա դերակատարությունը, նաև նրա ինչ որ նշանակությունը, ազդեցությունը նույնպես շատ հակասական է լինելու, որոշ իմաստով հնարավոր է նա
կարողանա բարենպաստ իրավիճակ ստեղծել արտասահմանում, այսինքն այդ կազմակերպություններում միջազգային Հայաստանի համար ինչ որ կարճ ժամանակահատվածում, բայց հետագայում իհարկե եւ վերականգնվի հայոց պետականությունը 2039-ից 41 թվերն է դա լինելու այդ ավերից հետո երրորդ հանրապետության անկումից հետո հետագայում իհարկե այլ քաղաքական գործիչներ են գալու եւ նրանք արդեն այլ այսպես ուղղություններով զանազան տանելու են ճիշտ ուղղությամբ այդ բոլոր քաղաքական գործընթացները, բայց մինչ այդ Էդմոն Մարուքյանը իր դերակատարությունը անպայման ունենալու է, ես այդպես եմ տեսնում։ Ինչ վերաբերվում է հունիսի 7-ի օրվա հետ կապված, այստեղ չգիտեմ, տեսնենք մեծ քառակուսի կա, կարծեմ չկա, հստակ չի դրսևորվում, չի ձևավորվում մեծ քառակուսի Էդմոն Մարուքյանի մոտ, այնպես որ շատ այսպես բացասական ինչ-որ զարգացումներ, վտանգավոր զարգացումներ ես այստեղ չեմ տեսնում, դե չի անցնի ու չի անցնի։ Այժմ անցնենք ուրեմն այդ շնորհապետական կուսակցության ղեկավար, ձեր կողմից շատ սիրված, բոլորը շատ են ինձ գրում մեկնաբանություններ, Գուրգեն Սիմոնյան, համեցեք լսարան։ Տեսնենք այդ այսպես ասած արդեն փորձառու քաղաքական գործիչների ֆոնին, արդյոք շանս ունի Գուրգեն Սիմոնյանը ընդհանրապես ինչ որ դերակատարություն ունենալու այս գործընթացի մեջ։ Եվ այսպես Գուրգեն Սիմոնյան բաց աղբյուրներից հայտնի է, որ նա նույնպես իմիջիալոց երկվորյակ է Նիկոլ Փաշինյանի նման, ծնվել է մայիսի 30-ին, մեկ վայրկյան, շատ երիտասարդ իհարկե քաղաքական գործիչ է, տաղանդավոր տղա է եւ տնտեսագետ է եւ գիտնական է եւ նկարիչ է, շատ հետաքրքիր անձնավորություն, մայիսի 30 1985 թվականին շատ հիանալի աստղային քարտեզ ունի, շատ իսկապես այդ բոլոր տաղանդները նրա դրսևորված են, իմիջիալոց Արեգակը Գուրգեն Սիմոնյանի մոտ գտնվում է 8-րդ թագավորական աստիճանում, այսինքն 8 աստիճան երկորակներում եւ դա թագավորական աստիճանն է համարվում ու սա մեծ հավակնությունների մասին է ասում նաև, որ այս անձը մեծ ձգտումներ ունի հասնելու իշխանության անպայման։ Մարսը նույնպես գտնվում է երկորակներում, բավական ակտիվ եռանդուն անձնավորություն է, նախաձեռնող, խելացի է շատ, բան իմաց, այսինքն նա նախկին կյանքից բավականին մեծ գիտելիքների պաշարով է եկել եւ շատ այսպես լուրջ գործիչ է եղել նաեւ նախկին կյանքերում, խորհրդական, պետական գործիչ է եղել նախկին կյանքերում, այս կյանքում նույնպես ձգտումը ունի, բայց այս կյանքում ավելի շատ իր մոտ նպատակային լուսնային հանգույցը գնում է դեպի ցուլ, իսկ ցուլը դա նյութական, պրակտիկ, այսինքն պետք է պրակտիկ ռեալիզացիա ստանա այն բոլոր ընդունակությունները, որը նախկին կյանքում ձեռք է բերել, իրատես մարդ է։ Շատ ինձ դուր եկավ Լուսնի եւ Յուպիտերի եռանկյունին, որը արկա է Գուրգեն Սիմոնյանի աստղային քարտեզում։ Յուպիտերը մեծ երջանկության մորակը, նաեւ պաշտոնի, դիրքի եւ այլն գտնում է 16 աստիճան ջրհոսում, որը նշանակում է, որ նա դեմոկրատ է բնույթով, այսպես ժողովրդական է, մի քիչ պետք է պարզապես ակտիվ լինի, որպեսզի նրա այդ սուպերսիլան, այսինքն մարդկանց օգնելու, ինչ որ արժեքներ ստեղծելու, հա, այսինքն բարձր արժեքների մասին խոսալու, մի քիչ ավելի պետք է ակտիվ լինել, որպեսզի դա բացվի։ Դա իհարկե շատ երիտասարդ է, դեռ ժամանակը չի եկել։ Լուսինը գտնվում է ուրեմն
շերքում, նույնպես սա գեղագիտական ճաշակի մասին է, դիվանագիտական ընդունակությունների մասին է խոսում, նաև գիտեք, որ նա նկարում է, շատ հետաքրքիր կտավներ ունի։ Այստեղ ամենահետաքրքիրը այս մեծ առագաստն է, որը նաև ձևավորված է Արեգակի եւ Ուրանի դիմակայությամբ։ Նրա քարտեզում, այսինքն ամեն տեսակ անսպասելի զարգացումներ հնարավոր են նրա կյանքում եւ մեծ փոփոխություններ, նամանավանդ որ Ուրանը արդեն մուտք է գործել երկվորյակներ եւ շուտով կանցնի նաեւ Գուրգեն Սիմոնյանի Արեգակի վրայով։ Այնպես որ մեծ փոփոխություններ են հնարավոր ինչ-որ այլ կուսակցություն հիմնադրի, այլ հասարակական շարժումներ հիմնադրի, այսինքն շատ ակտիվ, շատ այսպես հետաքրքիր մտքեր գեներացնող անձնավորություն է, նորարարական մտքեր գեներացնող անձնավորություն է, շատ մեծ հեռանկարներ ունի միջազգային քաղաքականության մեջ։ Ես չեմ կարծում, որ այս ընտրություններում նա ինչ-որ մեծաթիվ ձայներ կհավաքի, բայց այնուամենայնիվ շատ հեռանկարային է եւ այս առագաստը, որ Ուրանն է, Ուրանի այսպես վերևում այդ եռանկյունու առագաստ այսպես 4 անկյուն է, հա, եռանկյունի եւ մի հատ փոքր եռանկյուն է այսպեսի վերևում։ Այդ Ուրանը, որը հենց գագաթի վրա է առագաստի, հենց նա ստիպելու է նրան ինչ-որ հեղափոխական գործընթացների մասնակցել, ակտիվ լինել, հասարակական ինչ-որ տարբեր պրոյեկտներում, այնպես որ դեռ շատ пассив է այս քաղաքական գործիչը, շատ пассив է, իհարկե աստիճանաբար հնարավոր է նրա պոտենցիալը բացի, բայց այն հանգամանքը, որ մեծ պոտենցիալ ունի, որ մեծ հնարավորություններ ունի, դա անխոսն ու ցանկացած իհարկե հայ ունի շատ հզոր գենոֆոնդ, սիրելի բարեկամներ, գիտեք, որ մենք աստվածային այդ գեների կրողներն ենք, այնպես որ մեզանում շատ այսպիսի գործիչներ կարող են լինել ու կլինեն, դեռ նոր է սկսվում ամեն ինչ, նոր լուսաբացներ են լինելու Հայաստանի գլխին, մի վհատվեք, որ այժմ այսպես է, հնարավոր է, այո, բայց ամենամոտ գիշերվանից հետո բացվում է ամենապայծառ արևը։ Ահա այսքան է, սիրելի բարեկամներ, այսօր խոսեցինք 3 քաղաքական ուժերի մասին, որոնք մասնակցում են ընտրարշավին, այս տարվա ընտրություններին։ Հունիսի 7-ի խոսեցինք Գագիկ Ծառուկյանի մասին, կլասիկ Էդմոն Մարուքյանի մասին եւ շնորհապետական Գուրգեն Սիմոնյանի մասին։ Հա, այսքանը ես կշարունակեմ ներկայացնել քաղաքական ուժերի եւ նրանց ղեկավարների աստղային քարտեզները եւ նրանց վերլուծությունները, նրանց հավանական, այսպես շանսերը անցնելու խորհրդարան։ Գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքական գործիչների մասին կցանկանայի լսել նաև եւ ես անպայման կաշխատեմ անդրադառնալ։ Այսքանը, սիրելի բարեկամներ, ձեզ մաղթում եմ ամենայն բարիք, անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Ամնե Հաղվերդյանի հետ իմ YouTube-յան ալիքին։ Հետևենք ինձ նաև կիսվեք իմ վիդեոներով նաև սոցիալական ցանցերում եւ հետևեք ինձ նաև Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, երկրորդ YouTube-յան ալիքում Աստրոմագիա եւ Թալիսմաններ իմ YouTube-յան ալիքում եւ Telegram-ում եւ TikTok-ում։ Այսքանը ես ձեզ մաղթում եմ ամենայն բարիք ստեսություն, կհանդիպենք։